Աբովյանը պետք է լինի Երևանը բեռնատափող քաղաքը։ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման։ Այս ընտրությունները ճակատագրական են մեզ համար։ Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին։ Եթե մենք չմասնակցենք, եթե լռենք, ապա վաղը կարող ենք կորցնել մեր երկրի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը։ Ուժեղ Հայաստանում ծրագրերը ուղակի ծրագրեր չեն, ուղակի պոպուլիստական հայտարարություններ չեն, դրանք հիմնավորված ծրագրեր են։ Այ արդեն ծրագրերով մենք հակադրություններ ենք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին ու ծրագրերին։ Օրինակ 300,000 ադրբեջանցիների վերադարձի փոխարեն 300,000 աշխատատեղերի ստեղծում։ Մենք պետք է հունիսի 7-ին ազատվենք անկարողներից, մեր ազգային անվտանգությունը խաթարողներից, մեզ ամեն անգամ իրենց նոր ստերով և նոր կեղծիքներով, նոր անվերադարձ կորուստներ բերողներից։ Եվ ունենք պատմական պահ, հունիսի 7-ը ճակատագրական ընտրություն է։ Հունիսի 7 ուղղակի իշխանության փոփոխության ընտրություն չի։ Դուք արժանի եք փոփոխության, Աբովյանցին արժանի է արժանապատիվ ապրելու, Աբովյանցին արժանի է լավ ապրելու, Աբովյանցին արժանի է գլուխը բարդ ապրելու, փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, Սամվել Կարապետյանի հեղինակած նախաձեռնած օրենքը խափանելու է բոլոր սաֆարովների մուտքը Հայաստան։ Մենք ենք ապրելու մեր երկրում։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ը իսկապես ճակատագրական ընտրությունների օր է։ Հունիսի 7-ը ընտրություն է քանդողների և կառուցողների միջև։ Եկեղեցի քանդողների, եկեղեցի ստեղծողների միջև։ Բարերարի և չարագործների։ Մեզ պետք է մեր երկիրը որակական փոփոխություն բերենք, որ հայերը մնան, իսկ ադրբեջանցիները չգան։ Բակալը։